Երեք Նարեկ Կարապետյանը ելույթ ունեցավ ձեռ առնելով, որ Ալեն Սիմոնյանին գործից հանում են, չնայած իր այդ դիրքերը, որ ինքը պաշտպանում էր, Թուրքիայի ասածով, իբր Թուրքիայի ասածով, Նիկոլ Փաշինյանի խումբը իրան զրկում են գործից։ Ասելով այդ ես հասկանում եմ, որ ինչ-որ մի լեկտարատի վրա հույս է դնում, քանի որ իրանց լեկտարատը էմոցիաների վրա է հիմնված, այլ ոչ թե լոգիկայի եւ անալիտիկայի վրա։ Ես եկեք էսի մի հատ անալիտիկայի բան անեմ։ Փաստորեն դուք եկել եք Հայաստանի պարլամենտն եք մտել, մարդկանց խաբելով, որոշ մարդկանց գումար բաժանելով, ոնց որ ցույց է տալի իրականությունը եւ որոշ մարդկանց էմոցիաների վրա հելնելով, հիմա ուզում եք ասեք Ալեն Սիմոնյանը որոշ երկրի ասածով հանուն Հայաստանի սուվերենիտետի մարդը հրաժարական է տալի, նույնիսկ իր մանդատն է դնում։ Այլ դեպավորը տես բան կա, դուք էլ հանուն Հայաստանի սուվերենիտետի դրեք ձեր մանդատները, շատ ավելի լավ կլինի։ Շատ ավելի լավ կլինի Հայաստանի Հանրապետությանը, որ դուք ձեր մանդատները դնեք, բայց դուք չեք կարա դնեք, դուք Ալեն Սիմոնյան չեք, որ դուք դա դնեք։ Բայց քանի որ դա սուտ է, իմ կարծիքով դա սուտ է եւ անալիտիկայի չի ենթարկվում, բացարձակապես անիմաստ եմ գտնում այդ թեման դա շոշափել։ Իսկ ինչ վերաբերվում է այն մոմենտով ոնց եք դուք հայտնվել պարլամենտում, ու եթե այդպես բան կա, փաստորեն Ալեն Սիմոնյանը դառնում է ոնց որ Ռուսաստանում կան յաստրիբներ եւ Պուտինի համակարգում եւ գոլուբներ, ղուշեր եւ յաստրիբներ, Ալեն Սիմոնյանը կարա այսօր յաստրիբների խումբ ստեղծի, բայց այդ դեպքում ձեր ֆունկցիան դադարում է իր գործունեությունը։ Այսինքն եթե իրոք այդպես բան կա, որը իմ համար մեծ կասկածանքի տեղ է տալի, դուք ձեզ կսպառնեք, կամ էլ եկեք մի հատ խոսանք, բա դուք ինչ, դուք էիք հա ուզում խոսայիք Պուտինի հետ, դուք էիք հա ուզում խոսայիք ու ձեզ խանգարեց Ալեն Սիմոնյանը։ Արա, եթե վայնասությունն եք գցել, բախին ձեն չեք անում, այսօր 56,000 հայ ուկրաինական ֆրոնտում մահացել է, 87,000 երկրորդ համաշխարհային ժամանակ Ուկրաինայից գնացել է, մահացել է։ Մեր վրա պատերազմը հայտարար է Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանի տերորիստները, то չգիտեմ Սիրիայի տերորիստները, Իսրայելի սա ռազմետկան ու կոնտրռազմետկան, даже Դուգինը ասեց, Альянс Турции, Азербайджан приписывает на себя, а без личного вмешательства Владимира Путина эта победа была бы невозможной։ Իրանք մանթո են, որ էսխի իրանց ֆուկ են անում։ Ամոթ է, վերջը ամոթ է։